Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսահոլովակում կծանոթանանք FreeCAD ծրագրին, կցուցադրենք, թե ինչպես ներբեռնել և տեղադրել ծրագիրը համակարգչում, կպարզենք նաև, թե ինչպես FreeCAD ծրագրով ստեղծել եռաչափ մոդելներ։ FreeCAD-ը բաց կոդով եռաչափ մոդելավորման ծրագիր է, որը նախատեսված է ճարտարագիտական, ճարտարապետական և դիզայներական մոդելների ստեղծման համար։ FreeCAD ծրագիրը կառուցված է մոդուլային համակարգով, որտեղ յուրաքանչյուր մոդուլ workbench, այսինքն աշխատանքային միջավայր, նախատեսված է հատուկ գործառույթների համար։ Եկեք ծանոթանանք այդ մոդուլներին։ Դրանք են Part Design, եռաչափ պինդ մարմինների մոդելավորում, օգտագործվում է մեխանիկական ճշգրիտ դետալներ ստեղծելու համար, հնարավորություն է տալիս ստեղծելու և խմբագրելու էսքիզներ, անգլերեն սկեչեր, որոնց հիման վրա կարելի է կառուցել եռաչափ մոդելներ, սկեչեր, երկչափ էսքիզներ ստեղծելու գործիք, թույլ է տալիս գծագրել երկչափ էսքիզներ։ Էսքիզները կարելի է օգտագործել տարբեր եռաչափ մոդուլներում, դրանք վերածելով եռաչափ առարկաների։ Part բազային եռաչափ առարկաների ստեղծում։ Առավել հարմար է, եթե աշխատում ենք բուն եռաչափ մարմիններով։ Թույլ է տալիս ստեղծել բազային կոնստրուկտիվ ձևեր՝ բլոկ, գլան, գունդ, կոն և այլն։ BIM ճարտարապետական մոդելավորում։ Թույլ է տալիս նախագծել շենքեր, պատեր, դռներ, պատուհաններ և այլ ճարտարապետական տարրեր։ Աջակցում է Building Information Modeling BIM մեթոդաբանությունը։ Tech-Draw տեխնիկական գծագրեր։ Թույլ է տալիս նախագծել տեխնիկական գծագրեր, որոնք անհրաժեշտ են արտադրության կամ ճարտարագիտական նախագծման համար։ Կարելի է արտահանել DXF, SVG, PDF ձևաչափերով։ CAM, CNC և G-կոդ ստեղծում։ Օգտագործվում է CNC հաստոցների համար G-կոդ արտածելու նպատակով։ Կարելի է ստեղծել CAM, Computer Aided Manufacturing գործընթացներ։ Համատեղելի է հայտնի CNC կառավարման ծրագրերի հետ։ FreeCAD ծրագիրը թույլ է տալիս արտածել բազմաթիվ նիշքային ձևաչափեր, որը հեշտացնում է նիշքի ներմուծումը այլ ծրագրերում։ Օրինակ, STEP և IGS ձևաչափերը շատ կարևոր են ինժեներական նախագծերում, քանի որ դրանցով հնարավոր է ճշգրիտ 3D մոդելներ փոխանակել CAD ծրագրերի միջև։ STL և OBJ ձևաչափերը հիմնականում օգտագործվում են 3D տպագրության ժամանակ։ Դրանք նկարագրում են մոդելի արտաքին մակերեսը։ DXF և SVG ձևաչափերը նախատեսված են 2D գծագրերի համար։ PDF ձևաչափը թույլ է տալիս արտահանել նախագծերը որպես փաստաթուղթ։ IFC ձևաչափը լայնորեն կիրառվում է շինարարության և ճարտարապետության մեջ։ Այն թույլ է տալիս փոխանակել BIM տվյալներ տարբեր ծրագրերի միջև։ Ծրագիրը ներբեռնելու համար մուտք գործենք մեր զննարկիչ, որոնման դաշտում մուտքագրենք FreeCAD։ Մուտք գործենք FreeCAD-ի պաշտոնական կայք, սեղմենք Download Now, բացված պատուհանում ընտրենք այն օպերացիոն համակարգը, որով աշխատում է մեր համակարգիչը։ Ներբեռնելուց հետո բացենք Get.exe նիշքը անմիջապես զննարկիչից կամ ներբեռնումների թղթապանակից։ FreeCAD Setup պատուհանում սեղմենք Next, հաջորդ պատուհանում նույնպես Next։ Այս պատուհանում նշենք, թե որ թղթապանակում ենք ցանկանում տեղադրել և սեղմենք Next։ Նշենք բոլոր վանդակները և սեղմենք Next։ Հաջորդ պատուհանում սեղմենք Install։ Ահա և ծրագիրը տեղադրեցինք մեր համակարգչում։ Բացենք FreeCAD ծրագիրը։
Նոր նախագիծ ստեղծելու համար սեղմենք File, New կամ կիրառենք Ctrl-N ստեղնաշարային բանալին։ Ընտրենք Part Design աշխատանքային միջավայրը, որը նախատեսված է եռաչափ պինդ մարմինների մոդելավորման համար։ Աշխատանքային միջավայրի գործիքագոտում տեղակայված են Part Design-ի օգնական գործիքները, որոնք օգնում են ավելի արագ և հեշտ ձևավորելու մոդելները։ Մոդելավորման գործիքները օգտագործվում են եռաչափ մոդելներ ստեղծելու համար։ Նվազեցման գործիքները թույլ են տալիս հեռացնել նյութը առարկայից, ստանալով նոր ձևեր։ Օգտագործվում են առարկայի մեջ անցքեր ստեղծելու համար։ Ձևավորման գործիքներն օգտագործվում են մոդելի արտաքին տեսքը բարելավելու համար։ Փոխակերպման գործիքները օգտագործվում են առարկաների դիրքը, չափերը կամ շրջապտույտը փոփոխելու համար։ Դիտման գործիքներ թույլ են տալիս կառավարել մոդելի ցուցադրությունը, պտտելու, մոտեցնելու կամ հեռացնելու, տեսադաշտը փոխելու գործողությունների միջոցով։ Այս գործիքներն օգնում են ավելի հեշտ դիտարկելու մոդելը բոլոր կողմերից։ Կառուցվածքային գործիքներ օգտագործվում են կառուցվածքային տարրերը ձևավորելու կամ մոդելավորելու համար։ Մեր մոդելը երկչափ միջավայրում գծագրելու համար սեղմենք Create New Sketch։ Ձախ մասից ընտրենք XY հարթությունը և սեղմենք OK։ Sketch-եր աշխատանքային միջավայրի գործիքագոտում տեղակայված են հետևյալ գործիքները։ Էսքիզի փոփոխություն թույլ է տալիս մուտք գործել էսքիզի մեջ և փոփոխել այն, ստուգել և վերահսկել էսքիզի տեսանելիությունը, կատարել ընտրություն և դիտել ընտրված տարրերը։ Էսքիզի երկրաչափական տարրեր օգտագործվում են էսքիզներ ստեղծելու համար։ Էսքիզի սահմանափակումներ հատուկ գործիքներ են, որոնք օգտագործվում են երկրաչափական տարրերի հարաբերությունները և չափերը կարգավորելու համար։ Էսքիզի գործիքներ օգտագործվում են երկչափ էսքիզներ խմբագրելու և ձևափոխելու համար։ Կորագծեր օգտագործվում են կոր գծեր ստեղծելու համար։ Էսքիզի տեսողական կարգավորումներ օգնում են հեշտ և հստակ տեսնելու էսքիզների տարրերը, օրինակ գծեր, կետեր, սահմանափակումներ և այլն։ Խմբագրման գործիքներ ներառված են վանդակագծերի ցուցադրման, վանդակագծերին հավասարեցման, տեսանելիության հերթականության կարգավորման գործիքները։ Բարելավում են էսքիզի տարրերը, օգնելով ստեղծելու ճշգրիտ և հարմար նախագծեր։ Նախքան գծագրելը միացնենք վանդակագծերի ցուցադրման, վանդակագծերին հավասարեցման գործիքները։ Գծերի միջև եղած տարածությունը սահմանում ենք 5 մմ։ Այս փոփոխությունները մեզ կօգնեն ավելի հեշտ աշխատելու մոդելների հետ։ Ընտրում ենք երկրաչափական տարրերի գործիքներից ուղղանկյունը և տեղադրում այն կոորդինատային առանցքներից որոշակի հեռավորության վրա։ Ուղղանկյունը տեղադրելիս կարող ենք անմիջապես սահմանել մեր նախընտրած չափերը։ Գծագիրը ավարտելուց հետո փակենք այն, սեղմելով Leave Sketch կոճակը։ Part Design միջավայրում մեր էսքիզը եռաչափ պինդ մարմին դարձնելու համար սեղմում ենք պտտման գործիքը, որը հնարավորություն է տալիս էսքիզը պտտելու որոշակի առանցքի շուրջ, ստեղծելով եռաչափ պինդ մարմին։ Ստացանք գլան, ներսում անցք։ Այն պահպանում ենք որպես կետ STL ձևաչափի նիշկ, որպեսզի հետագայում ներմուծենք մեր եռաչափ տպիչի մեջ։ Մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմումով ընտրենք մեր ստացած մոդելը ամբողջությամբ։ Ապա ընտրենք File, Export, հրամանները կամ կիրառենք Ctrl-E ստեղնաշարային բանալին և նիշկի պահպանման դաշտում ընտրենք STL Mesh տարբերակը։ Ահա և մեր գծագրած մոդելը պահպանված է STL ձևաչափի նիշքով, որը մենք հետագայում կարող ենք եռաչափ տպիչով տպել և ստանալ առարկա։ Այսպիսով ծանոթացանք FreeCAD ծրագրին, պարզեցինք, թե ինչպես այն ներբեռնել և տեղադրել մեր համակարգչում, նաև ցուցադրեցինք, թե ինչպես FreeCAD ծրագրում պատրաստել եռաչափ մոդել։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։